Ես կարծում եմ արժե մեր հանրության համար օրինակ շեշտել, որ Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում է հենց այսպիսի պայմանագրի առկայության պատճառով, մասնավորապես Եվրոպական միության եւ Կանադայի միջև, որովհետև պարզ է Եվրոպական միության անդամ երկրները չունեն միմյանց միջև նման պայմանագրի անհրաժեշտություն, այսպիսի պայմանագրեր կնքվում են Եվրոպական միության եւ ոչ անդամ երկրների միջև, եւ կուզեի, որպեսզի մեր փորձի միջոցով հիշեցնենք այդ գործընթացը ինչպես է տեղի ունեցել, մասնավորապես այս պայմանագրի մեջ եւ Կանադայի հետ Եվրոպական միության պայմանագրի մեջ կա նաեւ ուժերի կարգավիճակի մասին համապատասխան համաձայնագիր կամ առաքելության կարգավիճակի մասին համապատասխան համաձայնագիր նշումը, որով եւ ուրեմն սահմանվում է այն երկրի պատրաստակամությունը ընդունելու առաքելություն, որտեղ որ ԵՄ անդամ երկրները եւ նման պայմանագիր ունեցող երկրները իրենց առաքելությունները ուղարկում են, գուցե մեր փորձի միջոցով նաեւ ներկայացրեք, թե ինչպես են գործում պայմանագրերը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Տիկին Շնորհակալ եմ Տիկին Կարապետյան, իրավացիորեն նշեցիք, որ հենց նույնպիսի գործընթաց է անցել Հայաստանի Հանրապետությունը ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստան հրավիրելու ընթացքում եւ մենք ըստ էության ունենք այդ իրավապայմանագրային բազան անհրաժեշտ թե ուժերի կարգավիճակի, թե առաքելության կարգավիճակի հետ կապված, որտեղ ֆիքսվում է, այսպես ասած, մանդատի շրջանակը, որի մասին նույնպես հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկումներ էին տեղի ունեցել, ինչպես ոչ միայն Կանադան, այլ նաեւ ԵՄ անդամ հանդիսացող այլ պետություններ նույնպես կան, որոնք նմանօրինակ համաձայնագրեր ունեն Եվրոպական միության հետ, այդպիսիք են Շվեյցարիան, Նորվեգիան եւ այլ պետություններ։ Եթե կարճ փորձեմ հիշեցնել, թե ինչպես տեղի ունեցավ Հայաստանի պարագայում, Հայաստանը հրավիրեց Եվրոպական միությանը քաղաքացիական առաքելություն ուղարկել, որից հետո բանակցվեց մանդատը, այս երկու կարգավորումներ ուժերի եւ առաքելության վերաբերյալ, ապա տեղակայվեց եւ դրանից հետո նաեւ յուրաքանչյուր ԵՄ ոչ անդամ երկրի պարագայում ad hoc որոշումներ կայացվեցին դրանց ներգրավման հետ կապված։ Արձագանք։ Շնորհակալ եմ եւ հետեւաբար նկատենք, որ Եվրոպական միությունը նմանատիպ պայմանագիր ունի ոչ միայն Կանադայի հետ, այլև շատ տասնյակից ավել նման պայմանագրեր ունի տարբեր երկրների հետ եւ այդ երկրները ունենալով նման պայմանագիր պարտավորություն չեն ունեցել միանալու Հայաստանում քաղաքացիական դիտորդական առաքելությանը եւ ձեր նշած խորհրդատվությունների միջոցով կարող էր այդպիսի պատրաստակամություն վերհանվել եւ ուղարկվել հրավեր, սա ասում եմ ինչու համար ցույց տալու, որ պայմանագիրը դեռևս չի ենթադրում պարտավորություն մասնակցելու նման առաքելությունների, սա ընդհանրապես շրջանակային փաստաթուղթ է, որը Տիկին Քլոյան, Տիկին Դավոյան, Տիկին Վարդանյան, Հայաստանի Հանրապետության փոխնախարարն է խոսում եւ падգամավորը հարց է տալիս։ Ներողություն, շարունակեք։ Շնորհակալ եմ, պայմանագիրը ընդհանուր շրջանակն է սահմանում, որը նման առաքելությունների մասնակցելու պատրաստակամության դեպքում հեշտացնում է երկրի եւ Եվրոպական միության միջև համագործակցությունը։ Շնորհակալ եմ։ Արտագանքել էի արդեն։ Լավ, եթե ավելացնելու բան չունեք, Արծվիկ Մինասյան համեցեք։ Պարոն Կոստանյան,